Biz nasıl Karabağ'a girdiysek Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçti. Իրական Թուրքիա նախագիծն է եթերում, բարև ձեզ։ Իսրայելի Քնեսեթում հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը հետաձգվել, կասեցվել է։ Երկու եզրն էլ գործածում են լուրը հայտնող Թել Ավիվում գործող մեդիա հարթակները։ Ավելին, Քնեսեթն այս շաբաթվա վերջում կգնա ամառային արձակուրդի եւ նիստ չի գումարվի մինչեւ հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Կասեցման հետաձգման պատճառ նշվում է զգայուն դիվանագիտական ժամանակահատվածը։ Տարածաշրջանում լարվածության վերս սկսումը, ինչպես նաև Թրամփի մասնակցությամբ Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Իրադարձությունների հերթականությունն իսկապես տպավորիչ է։ Նեթանյահուն Էրդողանին սպառնում է ճանաչել հայոց ցեղասպանությունը, հետո Թրամփին հյուրընկալում են Էրդողանի պալատում ու հետո Նեթանյահուն լռում է։ Որքանով է հավանական, որ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահների բանակցությունների օրակարգում եղել է հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելը, որ Էրդողանը խնդրել է Թրամփին զսպել Նեթանյահուին։ Եթե սա է կուլիսային բովանդակությունը, իսկ ամեն ինչ հուշում է, որ հենց սա է, ապա պետք է անել առնվազն 3 հետևություն։ Նախ պարզ ու հստակ է, որ հայոց ցեղասպանության մեղադրանքը Թուրքիայի համար ունի գերզգայուն եւ գերկարևոր նշանակություն անգամ հիմա, եւ այդպես է լինելու միշտ։ Երկրորդ, սա նշանակում է, որ Հայաստանի գործող կառավարությունը Թուրքիային արել է մեծագույն զիջումը, հայտարարելով, թե հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ, եւ փոխարենը ստանալով ոչինչ, ոչ էլ նույնիսկ անվտանգային երաշխիքներ, պատերազմի սպառնալիքի մասին Փաշինյանն ինքն էր նախընտրական փուլում խոսում։ Եվ երրորդ, Թրամփը հանուն Էրդողանի պատրաստ է զսպել իր գլխավոր դաշնակից Իսրայելի վարչապետին հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Հետևաբար, Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում ինչ տեղ ունեն Երևան-Վաշինգտոն հարաբերությունները, հաշվի առնելով Սյունիքում թուրքական երազանքի իրագործումը Թրամփի ուղին, որը էրդողանականները Թուրանի ուղի են կոչում։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ bir taraftan da Zengezur koridoru var. Հայոց ցեղասպանությունից բացի նաև Հայաստանի տարածքը Թրամփ-Էրդողան բանակցությունների օրակարգում։ Zengezur koridoruna ben ortak olacağım diyor. Gitti Ermenistan tarafına Trump koridoru adını koydu. Ամերիկացիներին հաջողանալու համար Էրդողանը պատրաստ է զիջել անգամ թուրքերի սրբություն սրբոցը Աթաթյուրքին, դառը հարցեր ՆԱՏՕ-ի սամիթից հետո փքված Էրդողանին։ Şimdi böyle bir atmosferde dünyaya veyahut da iç politika olarak Türkiye'ye bir liderlik taslayacaklar. Dünya lideri, dünyayı biz yönetiyoruz falan. Ama biz bu toplantı bittikten sonra şunları soracağız. Փաշինյանն այսօր կա, վաղը չկա, ինչպես է փոխելու սահմանադրությունն առանց ընդդիմության աջակցության։ Azerbaycan'a yönelik, Türkiye'ye yönelik o talepler hala Azerbaycan, Ermenistan arasında olduğu sürece bu iş olmaz demiş. Şimdi bunun için de tabii bir çaba gösteriyor. Փաշինյան gösterdiği izlenimini veriyor. Եվ հարցազրույց հարշից շարմա քաղաքագետ Հնդկաստանից Պակիստանի փոխարեն Հայաստանը կարող է լինել միջնորդ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ I think Armenia is one of the countries who have good relations with US and Iran. Եվ այսպես հայոց ցեղասպանությունից բացի նաև Հայաստանի տարածքը Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահների հանդիպման օրակարգում կամ ինչպես Թրամփը իր ձևակերպմամբ միայն հանուն Էրդողանի մեկնեց Անկարա ու մասնակցեց ՆԱՏՕ-ի Էրդողանի կազմակերպած սամիթին երկկողմ հանդիպումից առաջ եւ կուլիսներում Թուրքիայի փոխնախագահը պատասխանելով լրագրողների հարցերին ահա թե ինչ էր հայտնում։ Bölgesel, küresel, Անկասկած տարածաշրջանային գլոբալ երկկողմ բազմաթիվ հարցեր են Güney Kafkasya'da çok önemli. Biliyorsunuz Ermenistan ve Azerbaycan arasındaki meseleler önemli oranda azaltılmış durumda. Artık barışa çok yakın bir noktadayız. Bir taraftan da Zengezur koridoru var. Հարավային Կովկասում շատ կարևոր է, ինչպես գիտեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խնդիրները զգալիորեն նվազել են։ Այժմ շատ մոտ ենք խաղաղության։ Մյուս կողմից էլ կա Զանգեզուրի միջանցքը։ Դրա բացումը ամրապնդում է Թուրքիա եւ Կենտրոնական Ասիայի միջև կապը եւ դրա միջոցով ամրապնդում է միջին միջանցքը Չինաստանից միջև Եվրոպա։ Մենք բոլորս ցանկանում ենք դրա իրագործումը։ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Մենք ձգտում ենք եւ խաղաղության, եւ Թուրքիա եւ Հայաստանի միջև հարաբերությունների
լիակատար կարգավորման։ Այս հարցում մենք միասնական տեսակետներ ունենք Միացյալ Նահանգների հետ, հետևաբար կարծում ենք բնական է, որ այս հարցը նույնպես կքննարկվի։ Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի միջև կապը Հայաստանի տարածքով։ Թուրանի միջանցքը կասեր Թուրքիայի փոխնախագահ Ելմազը, որին Փաշինյանը 2 ամիս առաջ հյուրընկալել էր Հայաստանում, եթե Թուրքիայի նախագահի կոալիցիոն գործընկեր Bahçeli'yi չափ անկեղծ լիներ։ Zengezur dedik ama artık adını doğru koyalım. Bu hat Turan koridorudur. Զանգեզուր էինք ասում, հիմա արդեն իրական անունը տանք, դա Թուրանի միջանցքն է։ Թուրքիայի ռեգիոնալ եւ անգամ ավելի լայն հավակնությունների հիմքում 3 տասնամյակից ավելի քարոզված թուրքական ինքնության ընկալումն է Կենտրոնական Ասիայի երկրներում։ Թուրքական մեդիայում դա պարզորոշ դրսևորվել է Թրամփ-Էրդողան հանդիպման օրակարգը քննարկելիս։ En önemli projesi şu an ticaret koridorları bir kuşak bir yol. Yani yeni İpek yolu. Nereden çıkıyor? Doğu Türkistan'dan. Չինաստանի ամենակարևոր նախագիծն այս պահին 1 գոտի 1 ճանապարհ նախաձեռնությունն է, առևտրային միջանցքը։ Այսպիսով, որտեղից է սկիզբ առնում նոր մետաքսի ճանապարհը, արևելյան Թուրքմենստանից, այնտեղ կան 7 երկրներ եւ բոլոր 7-ը թուրքական են։ Չինաստանի կենսական օղակը ներկայումս գտնվում է Թուրքիայի ձեռքերում, թուրքական աշխարհի ձեռքերում։ Այսպիսի բարձրագոչ հայտարարությունից հետո, սակայն թուրքերը հավելում են այնպիսի դետալներ, որ երևում է իրականության զգացումը բոլորովին չեն կորցրել։ Թուրքիայի ձեռքերում իրականում կա ճիշտ այնքան բան, որքան Միացյալ Նահանգները թույլ կտա, որ լինի։ Joe Biden hükümeti. Ջո Բայդենի վարչակազմը Հնդկաստանի հետ սկսել էր Հնդկաստան Մերձավոր Արևելք Եվրոպա տնտեսական միջանցքի նախագիծը։ Ne diyor? Zengezur koridoruna ben ortak olacağım diyor. Gitti Ermenistan tarafına Trump koridoru adını koydu. Հիմա Տրամպը եկավ եւ ինչ է ասում է Զանգեզուրի միջանցքում օրթախ է լինելու։ Գնացել է հայկական հատվածում անունը Թրամփի միջանցք է դրել։ Սա նշանակում է, որ Թուրքիայի ձեռքում կա այնքան բան, որքան թույլ կտա ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև Հայաստանը։ Նշանակում է, այն էլ ինչպես է նշանակում։ Եթե Հայաստանը ցանկանա ուղղել մեջքը Արցախում ստացած հարվածից, ապա կարողանալու հարցում օգնողներ կլինեն։ Եթե Հայաստանը կարողանա օգտագործել իր հաղթաթղթերը Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչև Սյունիքի ռազմավարական դիրքը, այլապես թուրքերը հավակնում են լինել գերիշխող եւ անվտանգության հովանոց ապահովող։ Վերջին անգամ, երբ հայերը թուրքական հովանոցի տակ էին, եղավ ցեղասպանությունը։ Karabağ Zaferi beraber 2020'den beri Orta Asya yani Türk dünyasına bir dönüşüm var. Şimdi Türkiye ne istiyor? 2020 թվականի Ղարաբաղյան հաղթանակից հետո կենտրոնական Ասիայում եւ թուրքական աշխարհում փոխակերպում է եղել։ Ինչ է ուզում Թուրքիան հիմա։ Ըստ էության Թուրքիան ուզում է կայուն ողջամիտ անվտանգության հովանոց ձևավորել, որը կվերացնի անվտանգության սպառնալիքները 3 աշխարհագրական տարածքներում։ Եվրոպայում կա ՆԱՏՕ-ն, Մերձավոր Արևելքում, ինչպես գիտեք, Թուրքիան գործընթաց է վարում Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի հետ։ Իհարկե կտեսնենք, թե ինչ կլինի։ Կենտրոնական Ասիայում Թուրքիա եւ Ադրբեջանի միջև ստորագրվել է ՆԱՏՕ-ի nıman համաձայնագիր։ Asya'daki kurmak istediği bu NATO var yapıya tecrübe aktarması lazım. Yani NATO'ya bu göze bakmamız lazım. Artık şuna geldik. Biz NATO'nun ne alabiliriz değiliz. NATO'dan nasıl faydalanabiliriz? Հիմա ինչ պետք է անի Թուրքիան։ Կարծում եմ Թուրքիան պետք է ՆԱՏՕ-ում իր փորձը կուտակված գիտելիքները փոխանցի այս ՆԱՏՕ-ի նման կառույցին, որը ցանկանում է ձևավորել Մերձավոր Արևելքում եւ Կենտրոնական Ասիայում։ Մենք հիմա հասել ենք այն կետին, որ ինքներս մեզ հարցնենք, ինչ կարող ենք ստանալ ՆԱՏՕ-ից, ինչպես կարող ենք օգտվել ՆԱՏՕ-ից եւ ինչպես կարող ենք օգուտ քաղել մեր տարածաշրջանից։ Հետևաբար Թուրքիան փորձում է անվտանգության հովանոց ստեղծել այս 3 տարածաշրջաններում։ Şimdi ne konu Zengezur koridoru konuşuyoruz. Ermenistan meselesi başım Orta Asya açılış meselesi. Հիմա ինչի մասին ենք խոսում։ Զանգեզուրի միջանցքի մասին, մենք խոսում ենք հայկական հարցի մասին, դեպի Կենտրոնական Ասիա բացվելու մասին։ Ամեն ինչի սկզբում Արցախում կատարվածն էր ու թուրքական այս սանիվը հնարավոր կլինի հետ շրջել միայն Արցախում կատարվածը վերը արժևորելով, դասը սերտելով ու նույնը Սյունիքում կրկին թույլ չտալով։ Քանի դեռ Էրդողանը մերձ ուղեղային կենտրոնների վերլուծաբաններն Անկարայում ՆԱՏՕ-ի սամիթը ներկայացնում են իբր Թուրքիայի դերն աննախադեպ կերպով ընդգծող ձեռքբերում ընդդիմադիր խոշորագույն հեռուստաալիքի Սերժուի եթերում ազգայնական կուսակցություններից մեկի Մեջլիսի խմբակցության ղեկավարը բացահայտում է ՆԱՏՕ Միացյալ Նահանգներ Թուրքիա հարաբերությունների իրական շերտերը, իրական ու դառը հարցերը, ցույց տալով Էրդողան Ֆիդան Քալեն տրիոյի արտաքին քաղաքական ոչ թե հաղթար շավը, այլ ձախողումները։
Եվ այսպես Թուրքերը, հատկապես ազգայնամոլները վրդովված են, որ Անկարա հասած Թրամփն Աթաթյուրքի դամբարան չի այցելել, հարգանքի տուրք չի մատուցել։ Սա որոշում է, որը մշակել են փակ դռների հետևում, կայացվել է ոչ միայն ամերիկյան կողմից, այլև թուրքական կողմի հետ է քննարկվել ու հաստատվել։ Ու սա նշանակում է, որ Էրդողանը պատրաստ է հետ քայլ անել թուրքերի սրբության սրբոցի Աթաթյուրքի հարցում։ Այն, որ Էրդողանն Աթաթյուրքին գերազանցելու հավակնություն ունի, մեծ գաղտնիք չէ, բայց որ կարող է ոտնձգություն անել Աթաթյուրքի դեմ ամերիկացիներին հաջողանալու համար, կարող է ոմանց համար բացահայտում լինել։ Նման պաշտոնական այցերի ժամանակ որոշումները սովորաբար կայացվում են համատեղ, այնպես չէ։ Գիտկելlər, karşılıklı görüş alışverişleri. Իհարկե, մշակվում են շատ մանրուքներ, երկար բանակցություններ են լինում, նախապատրաստական փոխադարձ այցեր, մտքերի փոխանակում, ամեն մանրուք քննարկվում եւ որոշվում է։ Հիմա 2 օր առաջ Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը X-ում տարածեց մի ուղերձ այսպիսի ձևակերպմամբ. մեկ ազգ, մեկ պատմություն։ Սա իրականում շատ կարևոր է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի օրը նրանք ուղերձ են հղում մեկ ազգի, մեկ պատմության մասին։ Büyükelçisi bize diyor ki size müşfik bir monarşi lazım. Osmanlı milletler sistemi lazım. Բայց նույն ամերիկացի դեսպանը, որը տարածել է այդ ուղերձը, մեզ ասում է, որ Թուրքիային անհրաժեշտ է բարեգործ միապետություն, անհրաժեշտ է ազգերի օսմանյան համակարգ։ Սրանք պատահական հայտարարություններ չեն։ Վստահ եմ, որ նման արտահայտություն օգտագործած դեսպանը պետք է շատ լուրջ ներդրում եւ ներգրավվածություն ունենար Աթաթուրքի դամբարան Թրամփի այցը կանխելու գործում։ Rastgele değil. Böyle bir ifadeyi kullanan büyükelçinin eminim mutlaka çok ciddi katkısı ve dahli olmuştur Trump'ın bu ziyareti gerçekleştirmemesi. Çünkü Türkiye'ye biçtikleri rol, Որովհետև կա դեր, որը նրանք վերապահել են թուրքերին, առաքելություն, որը նրանք պարտադրել են թուրքերին։ Այցը կհակասեր այդ առաքելությանը եւ կհաստատեր Թուրքիայի ազգային պետության ինքնությունը, հանրապետական ինքնությունը։ Հանրապետական Թուրքիայի վերջն է ուզում տալ Թրամփը Թուրքիայում իր դեսպանի Թոմ Բարաքի ձեռքով։ Թուրքիան փորձում է միապետություն դարձնել Էրդողանի համաձայնությամբ եւ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների համար կառավարելի քաոս ստեղծելու մտադրությամբ, կարծում է ազգայնամոլ ընդդիմադիր պատգամավորը։ Բարաքի նշված հայտարարությունը հնչել էր Անտալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, որից հետո ընդդիմադիր քեմալականները Միացյալ Նահանգների դեսպանին պերսոնա նոն գրատա էին հայտարարել։ Չոմեզը շարունակում է բացատրել, թե ինչպես է Միացյալ Նահանգներն փորձում օգտագործել Թուրքիան։ Հիշում է, Իրաք Միացյալ Նահանգների ներխուժումից առաջ 2003-ին Թուրքիայի մեջլից բերված օրինագիծը, որով թույլատրվելու էր թուրքական զինված ուժերի տեղակայումը օտարերկրյա պետություններում եւ օտարերկրյա զորքերի ներկայությունը Թուրքիայում։ Մեջլիսը մերժեց այդ օրինագիծը։ O 1 Mart tezkeresinin geçilmeyişi için mücadele etmekten Ես պատիվ եմ համարում այդ խորհրդարանում լինելս։ Պայքարել եմ մարտի 1-ի այդ բանաձևի ընդունման դեմ, անձամբ խոսել եմ առնվազն 25-30 падգամավորների հետ, ասելով նրանց, որ դեմ քվեարկեն։ Ես առաջիններից էի, որ ոչ ասաց այդ բանաձևին եւ ուրախ եմ, որ դա ասացի։ Դա ամենամեծ ժառանգություններից մեկն է, որը կարող եմ թողել իմ ընտանիքին եւ այս երկրին որպես քաղաքական գործիչ։ Իսկ Էրդողանը որպես քաղաքական գործիչ ժառանգություն է թողնում ամերիկացիներին հաջողանալու համար արածը։ Անգամ Սուլթան Ֆաթիհ Մեհմեդի անունը կրող կամուրջը լուսավորեցին Միացյալ Նահանգների դրոշի գույներով, երբ խոսքն այն Սուլթանի մասին է, որը վերջ տվեց արևելյան հռոմեական կայսրությանը, գրավեց Ստամբուլը, նոր աշխարհի ձևավորման հիմքը դրեց։ Եվ այս Սուլթանը Էրդողանի սիրելին է, բայց նույնիսկ նրա անունը կրող արևմտյան քաղաքակրթության ջախջախումը խորհրդանշող կամուրջը պատրաստ են զիջել Թրամփի վրա տպավորություն թողնելու համար։ Ում էր փորձում տպավորել Էրդողանը նաև ՆԱՏՕ-ի հավաքին նախորդած ձերբակալությունների ալիքով։ Եվ ինչու է արևմտյան ժողովրդավարությունն աչք փակում, հարցնում է ընդդիմադիր ազգայնամոլ պատգամավորը։ Şimdi bunlar önemli değil onlar için. Çünkü Türkiye tamamen Հիմա այս բաները նրանց համար նշանակություն չունեն, որովհետև Թուրքիան լիովին հեռացել է Եվրամիությունից, ժամանակակից աշխարհից եւ քաղաքակրթությունից եւ կենտրոնացված է Ամերիկայի վրա։ Çünkü iktidar siyasi raf ömrünün uzunluğunu
Trump'ın kariyerine ve onun desteğine endekslemiş. Bu son Որովհետև կառավարությունն իր քաղաքական կյանքի տևողությունը կապել է Թրամփի կարիերայի եւ նրա աջակցության հետ։ Սա չափազանց վտանգավոր է։ Քանի դեռ Թուրքիան միլիարդավոր լիրաներ է ծախսում արտաքին աշխարհում իր կամ Էրդողանի իմիջը ձևավորելու համար, Թուրքիայի ներսում չքավորություն է։ Քանի դեռ Էրդողանը իրեն համաշխարհային մակարդակի լիդեր է հռչակում, Թուրքիայում սովորական խանութպանները լիրայի արժեզրկման եւ պետության անտարբերության ֆոնին անճարությունից չքավորության ճանապարհն են բռնում։ 12 milyar lira para harcamışlar. Meclis denetiminde yok. Kaç para harcadınız? Nereye harcadınız? Nasıl harcadınız? Kimden izin aldınız? Hangi yöntemle harcadınız? Hangi gerekçeyle yaptınız? Նրանք 12 միլիարդ լիրա են ծախսել առանց խորհրդարանական վերահսկողության։ Որքան գումար եք ծախսել, որտեղ եք ծախսել, ինչպես եք ծախսել, ով է ձեզ թույլ տվել, ինչ մեթոդ եք օգտագործել այն ծախսելու համար, որն էր արդարացումը։ Բացարձակապես ոչ մի բացատրություն չկա։ Ես այս ամենը քննարկման եմ դրել խորհրդարանում, այնպես որ նրանք հնարավորություն չունեն առարկելու այս թվերից որևէ մեկի դեմ։ Միայն 2 միլիարդ լիրա հատկացվել է հյուրընկալության, սննդի եւ խմիչքի ծախսերի համար, պաստառների համար։ Դրանց հետևում անհավանական աղքատություն, տառապանք, չքավորություն է։ Ընդ որում Էրդողանն ու նրա թիմը Թուրքիայի առանց այդ էլ սուղ ֆինանսական միջոցները ծախսում են անարդյունավետ, անգամ չլուծելով արտաքին քաղաքական խնդիրները։ Պրոպագանդայից այն կողմ Թուրքիան ձախողված է ամենուր, առաջին հերթին եւ հատկապես Սիրիայում։ Şimdi böyle bir atmosferde dünyaya veyahut da iç politika olarak Türkiye'ye bir liderlik taslayacaklar. Dünya lideri, dünyayı biz yönetiyoruz falan. Ama biz bu toplantı bittikten sonra şunları soracağız. Birinci soru, Suriye. Suriye'ye 40 milyar dolar para harcadık. Հիմա նման մթնոլորտում նրանք փորձում են առաջնորդել աշխարհը, ավելի ճիշտ Թուրքիան ներքին քաղաքականության առումով ասում են մենք ենք կառավարում աշխարհը եւ այլն, բայց այս գագաթնաժողովից հետո մենք հարցեր ունենք։ Առաջին հարցը Սիրիա։ Մենք 40 միլիարդ դոլար ծախսեցինք Սիրիայի վրա, ուղարկեցինք ուղաթիռներ հրդեհները մարելու համար, ավտոբուսներ, Հալեպում կառուցեցինք 150,000 քառակուսի մետր տարածքով Թայիպ Էրդողանի անվան ազգային այգի, կառուցում ենք 825 դպրոց, հիվանդանոցներ եւ կլինիկաներ։ Մենք ապահովում ենք Սիրիայի էլեկտրաէներգիան, մենք ապահովում ենք բնական գազը։ Մենք ծախսել ենք ուղիղ 40 միլիարդ դոլար, բայց վերջերս Սիրիայում Թոմ Բարակի նախագահությամբ հանդիպումներ են անցկացվել։ Գիտեք ինչ թեմայով։ Սիրիայի էներգետիկ ռեսուրսների բաշխման, ով է մասնակցել։ Riyasetinde, başkanlığında toplantılar yapıldı Suriye'de. Niye biliyor musunuz? Suriye'nin enerji dağılımı için. Kimler katıldı? Fransızlar katıldı. Katar Enerji katıldı. Amerikalılar katıldı ve onlar Մասնակցել են ֆրանսիացիները, մասնակցել է Qatar Energy-ն, մասնակցել են ամերիկացիները եւ նրանք էներգետիկ համաձայնագրեր են կնքել Սիրիայի մնացած նավթը արդյունահանելու համար, որը օրական 450,000 բարելից նվազել է մինչև 20,000 բարել, որտեղ է Թուրքիան։ Դուրս է մնացել, բայց այդ ընթացքում շատ հետաքրքիր բան է պատահել։ geri dönüşten bahsetmiyoruz. Entegrasyon olacak. Bakın aynı zamanda yapılmış bir açıklamadır bu. Hemen ardından İçişleri Bakanı bir açıklama yaptı. Dedi ki Suriyeliler artık Սիրիայում մեր դեսպանը հայտարարություն է արել։ Նա ասել է, որ մենք այլևս չենք խոսում Թուրքիայից սիրիացիների հայրենադարձության մասին, որ հիմա կլինի ինտեգրացիա։ Անմիջապես դրանից հետո հայտարարություն է արել Թուրքիայի ներքին գործերի նախարարը։ Նա ասել է, որ սիրիացիները այլևս Թուրքիայում աշխատանքի թույլատվություն ստանալու կարիք չեն ունենա։ dünya kadar 7-8 milyon Suriyeli sizin kucağınızda demografik mayınlar yerleştirmişsiniz ülkenize. Böyle bir atmosferde masada yoksunuz. Bir, Նրանք կունենան աշխատանքի իրավունք, ինչպես Թուրքիայի քաղաքացիները։ Դուք ծախսել եք 40 միլիարդ դոլար, բայց անվտանգության խնդիրը ձեր դրան առաջ է։ Դուք անհավանական ռիսկեր եք ստեղծում երկրում 7-8 միլիոն սիրիացիների ինտեգրացիայով։ Նրանք դեմոգրաֆիական ականներ են տեղադրված Թուրքիայի ներսում։ Նման մթնոլորտում դուք բանակցությունների սեղանի շուրջ չեք։ Երկրորդ հարցը, որը Թուրքիայի ընդդիմությունն ուղղում է ՆԱՏՕ-ի սամիթը, պրոպագանդիստական շոուի վերածած Էրդողանի կառավարությանը, Կիպրոսի մասին, որտեղ հիմա կարգավորման դաշնային տարբերակն է քննարկվում, մինչդեռ Թուրքիան այլ հավակնություն ունի։ bizim yıllardır tezimiz ne? İki devletli çözüm istiyoruz. Artık bu ortadan kalktı. Ինչպիսին է եղել մեր դիրքորոշումը տարիներ շարունակ։ Մենք երկու պետությամբ լուծում ենք ուզում, հիմա դա էլ չկա։ İngiltere'den, Amerika'dan, İsrail'den artık orası bir silah deposuna dönüştü.
Hiçbirimizin sesi çıkmıyor. Հարավային Կիպրոսում անհավանական քանակությամբ զենք կա։ Նրանք անհավանական քանակությամբ զենք են ձեռք բերել Սերբիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ամերիկայից եւ Իսրայելից։ Հարավը վերածվել է զենքի պահեստի։ Ոչ ոք չի խոսում սրա մասին։ Մենք հասել ենք այն կետին, որ նույնիսկ չենք կարողանում քննարկել Թուրքիայի առաջարկված երկու պետությամբ լուծումը։ Երրորդ հարցը հեգնանքով են հիշում Էրդողանի կապույտ հայրենիք հայեցակարգը, որովհետև արևելյան միջերկրականից իրականում թուրքական հորատող նավերը հեռացել են։ Մեկը դեպի Սոմալի, մյուսը դեպի Սևծով։ Almanya dedi ki bu seviye haritasıdır. Çekin gemileri oradan. Hiç ağızlarını açmadan gemileri geri çektiler. Şimdi soracağız. Որովհետև Գերմանիան ասեց նավերը հետ քաշեք այնտեղից, նրանք նավերը հետ քաշեցին առանց որևէ բան ասելու։ Հիմա մենք կհարցնենք, ինչ պատահեց կապույտ հայրենիքի հետ, այսինքն եթե դուք իսկապես համաշխարհային առաջնորդ եք, եթե հզոր եք, եթե աշխարհը լսում է ձեզ, եթե ամբողջ Եվրոպան հիանում է ձեզնով, ինչ պատահեց հիմա, հարցնում է Չումեգը ու հավելում Էգեյան կղզիներում էր թուրքերի քթի տակ հույները իսրայելական հրթիռներ են տեղակայում։ Բայց այսքանով էլ արտաքին քաղաքական վերելքով գլուխ գովող Էրդողանին հարցերը չեն ավարտվում։ Հերթը հասնում է թուրք-ամերիկյան ամենասկանդալային գործարքին F-35 կործանիչներ։ F-35'ler. 1,5 milyar dolar para verdik. Hala F-35'leri aldık. Մենք 1.5 միլիարդ դոլար վճարեցինք F-35-երի համար եւ մենք դեռ չենք կարողանում ստանալ դրանք։ Մեզ հեռացրին նախագծից եւ ոչ փողն ենք ստանում, ոչ էլ ինքնաթիռները։ Պատժամիջոցները շարունակվում են։ Խոսվում է դրանց վերաբերյալ միջոցառումների հնարավոր մեղմացման մասին։ F-16-երի արդիականացման վերաբերյալ մեր ներկա կործանիչներից շատերը չեն արդիականացվել։ Yunan kökenli kongre üyeleri şiddetle itiraz ediyorlar. Bunların kabul edilmesinin önüne geçmeye çalışıyorlar. Son olarak da մեր F-16-երի արդիականացման դեմ քայլեր են արվում։ Հունական ցակում ունեցող կոնգրեսի անդամներն են կտրականապես դեմ։ Նրանք փորձում են կանխել դա։ bunlar konuşulmasın. Sadece ve sadece dünya lideriyiz. Efendim Kaan uçağımız var. Efendim Altay tankımız var. Վերջերս դուք 2.5 միլիարդ դոլար վճարեցիք S-400-ների համար, բայց քանի որ Թրամփը ճնշում է գործադրել, հիմա չեք կարող օգտագործել դրանք։ Նրանք չեն ուզում, որ այս ամենը քննարկվի, ասում են, պարզապես եւ բացառապես համաշխարհային առաջնորդներ ենք, ասում են, ունենք մեր կան կործանիչները, բայց դրանց շարժիչները սպասում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Նրանք ուզում են, որ այս ամենը չքննարկվի ներքին քաղաքականության մեջ, այլ վերածվի քարոզչական նյութի եւ անհավանական գումարներ են ծախսում, մարդիկ ձերբակալվել են, սոցցանցերի հաշիվներ են արգելափակվել, համալսարաններից ուսանողների ընտանիքներին զանգել են եւ ասել են, որ իրենց երեխաներին վերահսկողության տակ պահեն, բացարձակապես չթողնեն, որ նրանք դուրս գան փողոց եւ չքննադատեն ՆԱՏՕ-ն։ Անկարայում վերջին շաբաթներին բազմաթիվ ուսուցիչներ հացադուլ էին անում գործազրկության եւ այլ ներթուրքական խնդիրների պատճառով, բայց այդ ուսուցիչներին անգամ հեռացրել են հացադուլի վայրից, ասելով թե Թրամփն է գալիս, չեն կարող բողոքել։ Այս բոլոր մանրամասներից հետո Թուրքիայի Մեջլիսի անդիմադիր պատգամավորը եզրափակում է. նման անպատվությունը Թուրքիային հարիր չէ։ Էրդողանականները կփորձեն սա գովազդել որպես միջազգային հեղինակություն, բայց սա հեղինակություն չէ, անպատվություն է։ Թուրքիայի Էրդողանի եւ նրա արդարություն եւ զարգացում կուսակցության անպատվություն է։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում վերջին շրջանի մի քանի ինտրիգների ֆոնին, որոնք մանրամասն ներկայացրել են իրական Թուրքիայի նախորդ թողարկումներում, կարող եք գտնել Alpha News-ի բոլոր հարթակներում, Բաքվից փորձել են կառավարել Թուրքիայում հակա-ադրբեջանական տրամադրությունների նոր բռնկումը, Ադրբեջանի դաշնակից Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության ֆոնին։ Երբ դեռ հայտնի չէր դարձել, որ Քնեսեթում քննարկումը հետաձգվել, կասեցվել է, Թուրքիայում ադրբեջանցի գործարարի ֆինանսավորմամբ գործող հեռուստաալիքի քննարկում են թեման ու ահա թե ինչ շեշտերով։ Tabii İsrail'in son olarak son provokasyonu, tarihi provokasyonu 1915 olaylarını soykırım olarak Իսրայելի վերջին սադրանքը, պատմական սադրանքը, 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանություն։ Դրանից անմիջապես հետո հայացքները հառվեցին դեպի Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը հաղթեց հունիսի 7-ի ընտրություններում եւ նրա առաջին քայլը այն էր, որ ասաց՝ խաղաղություն է ուզում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ olaylarını soykırım olarak tanımanın
bir tuzak. Sovyetler ve daha sonra diasporanın ortaya attığı bir yalan olduğunu söyledi. Ասաց, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելը ծուղակ է Խորհրդային Միության եւ հետագայում Սփյուռքի կողմից առաջ քաշված սուտ է։ Ասաց, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը Թուրքիայի հետ կարգավորումն է իրենց առաջնահերթությունը, բայց իհարկե դրա համար նա մի անելիք ունի, մի պայման, որը նա պետք է կատարի Ադրբեջանի նախագահ Peki söz güzel. De bugün sen varsın, yarın yoksun. İlham Ալիևը նրան շատ հստակ ասել է. նախ կփոխեք ձեր սահմանադրությունը, այսօր դուք կաք, վաղը չկաք։ Şahıslar gider, iktidarlar değişir ama devlette temel olan yazıdır. Անհատները գալիս են, գնում են, կառավարությունները փոխվում են։ Միջպետական հարաբերություններում հիմնարարը, կանոնը, օրենքը, գրավոր խոսքն է։ Ayasada Türkiye Cumhuriyeti Devleti'nin toprağı da dahil olmakla Ağrı Dağı da dahil olmakla. Հետևաբար սահմանադրության փոփոխությունը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի համար, այլև կնշանակի Թուրքիային պատկանող տարածքների, այդ թվում Արարատի նկատմամբ պահանջներից հրաժարում։ Այսպիսով, եթե Հայաստանը իսկապես եւ անկեղծորեն ցանկանում է երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում, ապա այս ընտրություններում հաղթանակած Փաշինյանը պետք է փոխի սահմանադրությունը։ Փաշինյանն այսօր կա վաղը չկա ֆրազը թուրք-ադրբեջանական եթերում շարունակում է հնչել անգամ Հայաստանում ընտրություններից հետո։ Հիմա այն տարբերությամբ, որ նկատում են Ադրբեջանի պահանջը Փաշինյանը չի կարող կատարել առանց ընդդիմության աջակցության։ Azerbaycan'a yönelik, Türkiye'ye yönelik o talepler hala Azerbaycan, Ermenistan arasında olduğu sürece bu iş olmaz demiş. Şimdi bunun için de tabii çaba gösteriyor. Փաշինյան gösterdiği izlenimini veriyor. Իհարկե, Փաշինյանը ջանքեր է գործադրում դրա համար կամ գոնե տպավորություն է թողնում, թե գործադրում է։ Իրականում հունիսի 7-ի արդյունքներից հետո նա ստիպված է ընդդիմության աջակցությունը ստանալ դրա համար։ Ve buna da itiraz ederek ya bir kere sizin o zihniyeti değiştirmeniz lazım. Bana Türk dediğiniz zaman ben incinmiyorum. Բայց ընդդիմությունը Փաշինյանին թուրք է անվանում, նրան վիրավորելու համար։ Փաշինյանն էլ ասում է պետք է փոխեն իրենց մտածելակերպը։ Չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում։ Թուրքական եթերում ու արդեն որերորդ անգամ հատուկ ուշադրություն են դարձնում հենց այս հանգամանքին, որ Փաշինյանն ասել է, երբ իրեն թուրք են ասում, ինքը չի վիրավորվում։ Մյուս հանգամանքը, որը նկատվել էր նաև նախորդ շաբաթներին, երբ թուրքերը քննարկում էին Իսրայելի կողմից ցեղասպանության հնարավոր ճանաչումը։ Ցեղասպանության ճանաչումը նշանակում է հողային պահանջ Türkiye'yi araç. Bu taleplerin içinde toprak da var. Soykırım diye tanırsan sen 1915'i Ermenistan toprak da talep etsin demeye getireceksin İsrail adına. Այդ պահանջների մեջ նաև հողային պահանջ կա։ Եթե դուք 1915 թվականը ճանաչեք որպես ցեղասպանություն, ապա դա ենթադրում է, որ Հայաստանը պետք է հող պահանջի Թուրքիայից Իսրայելի աջակցությամբ։ Փաշինյանը հստակեցրեց, որ համաձայն չէ այս ամենի հետ։ Թուրքական հեռուստաալիքի եթերում պատմաբան ներկայացող ու Արցախից, Հարարատից հայրի հրաժարվել է պահանջող Տիկինը Բաքվի պրոպագանդիստական արշավի ամենաակտիվ մասնակիցներից է կանխելու թուրք-ադրբեջանական կոնֆլիկտը Իսրայելի պատճառով։ Թեմային առնչվող նրա հոդվածը նաև թուրքական պետական լրատվական գործակալությունն է հրապարակել, ինչը նշանակում է, որ Անկարայում եւս ուզում են կանխել Բաքվի հետ նոր լարվածության բռնկումը։ Türkiye'den sonra bir tek Türkiye'nin kendi Ադրբեջանը ինչպես միշտ Թուրքիայից հետո միակն է, որը խստորեն դատապարտել է այս որոշումը, որը Նեթանյահուն ներկայացրել է որպես կատարված փաստ, անհիմն եւ քաղաքականապես մոտիվացված հաշվարկ, ուղղված Թուրքիայի դեմ։ Ինչպես միշտ առաջին եւ ամենամեծ աջակցությունը եկել է Ադրբեջանից։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված եւ բոլոր պետական պաշտոնյաների կողմից տարածված հայտարարությամբ։ Sizin de izniniz olursa şöyle değerlendirebilirim. Nasıl okunmalıdır? Bu Azerbaycan devleti tarafından Netanyahu iktidarına gösterilmiş olan sarı kart şeklinde okunmalıdır. Որը պետք է դիտարկել որպես դեղին քարտ, որը ադրբեջանական պետությունը ցույց է տվել Նեթանյահուի կառավարությանը։ Ադրբեջանը շատ հստակ հայտարարում է, որ սա անընդունելի է, քաղաքական օպորտունիզմ է եւ խստորեն կոչ է անում Իսրայելին խելքի գալ։ ifade etmekle birlikte İsrail'a yani halk dilinde aklını başına al, vakit yakınken bu karardan vazgeç. Հրաժարվել այդ որոշումից, քանի դեռ ժամանակ կա։ Նշվում է, որ նման որոշումը նոր քաոս կառաջացնի տարածաշրջանում եւ մեծապես կվնասի Ադրբեջանի 44-օրյա հաղթանակով հաստատված խաղաղությանը եւ միասնությանը։
Ադրբեջանը։ 44 günlük zaferiyle elde etmiş olduğu bu regionda, bölgede oluşturulmuş olan sülh ve barışa büyük bir zarar vereceğini. Եվ իհարկե ընդգծում են այն, ինչի մասին խոսում էինք այս թողարկման սկզբում Իսրայելը ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնության համար պատահական ժամանակ չէր ընտրել։ Քայլն արվեց ՆԱՏՕ-ի գաղտնաժողովից առաջ, հետ քայլն արվեց ՆԱՏՕ-ի գաղտնաժողովից հետո։ Ինչ եղավ ընթացքում, ինչ պայմանավորվեցին եւ ով ինչ զիջեց, ցույց կտա ժամանակը։ Այս պահին հստակ է, որ հայերի համար գոյաբանական նշանակություն ունեցող հարցերից, գործոններից, հանգամանքներից բոլորը կարողանում են իրենց պետք եղածը ստանալ, բացի Հայաստանից։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է այսօր Հարշիդ Շարմա քաղաքագետ Հնդկաստանից։ Պակիստանի միջնորդությունը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ինչպես է փոխում ուժերի ռազմավարական հավասարակշռությունը եւ ուշադրություն։ Ինչու ոչ, Հայաստանը կարող է լինել միջնորդ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Ամենակարևորը, ինչ դիրքորոշում ունի Հնդկաստանը Թուրքիայի թուրանական հավակնությունների հարցում եւ ինչպես է հակազդում։ Շնորհակալություն այս հնարավորության համար եւ նախընդգծեմ, որ ձեզ որոշ հարցեր եմ տալու Թուրքիա-Պակիստան հարաբերությունների դրանց նպատակների եւ ռիսկերի մասին։ Մինչեւ այդ դիտարկենք, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, որ ուղիղ առնչվում է Հայաստանին եւ Հնդկաստանին։ Պատերազմը եւ բանակցությունները Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ու միջնորդի դերում Պակիստան։ Ինչու է Պակիստանը շահագրգռված միջնորդ լինել ձեր կարծիքով։ Այս մասով Հնդկաստանն ունի մտահոգություններ։ The US and Iran. Do you have some concerns here? Thank you so much for having me, Annie. It's great to be here again. As far as India's concerns with Pakistan mediating between Iran and the US. Շնորհակալ եմ հրավերի համար, Անի։ Ինչ վերաբերում է Հնդկաստանի մտահոգություններին Իրանի եւ ԱՄՆ-ի միջև Պակիստանի միջնորդության վերաբերյալ, ապա Հնդկաստանն ունի ավելի քան 1 միլիարդ 400 միլիոն բնակչություն, եւ մենք սիրում ենք քննարկել քաղաքականություն եւ աշխարհաքաղաքականություն, ու կան բազմաթիվ տեսակետներ։ Կան մարդիկ, ովքեր բացահայտորեն որևէ կարևորություն չեն տալիս այն փաստին, որ Պակիստանը միջնորդի դեր է ստանձնել, ասելով, որ միջնորդ էլ չէ, այլ պարզապես կողմերի ուղերձներ է փոխանցում։ Ավելի շատ մոդերատոր է, քան միջնորդ։ So it's more of an interlocutor rather than being a mediator. On the other hand, there are people who are really very concerned about this. Մյուս կողմից կան մարդիկ, ովքեր իսկապես մտահոգված են ԱՄՆ-ի եւ Իրանի միջև վերսկսված այս պատերազմով եւ Պակիստանի կենտրոնական դերով, որը Պակիստանը կարողացել է ստանձնել միջնորդության շնորհիվ։ Եվ նրանք չափազանց վրդովված են։ Ակնկալում են, որ Հնդկաստանը եւս ինչ-որ մեծ քայլ կանի դիվանագիտության կամ այլ միջոցներով։ Իմ տեսակետը այս երկուսի մեջտեղում է, միջին տարբերակն է, հաշվի առնելով նշածած երկու ծայրահեղ տեսակետները։ Considering these two extreme views. First of all, let me be very clear that just because I'm an Indian and sitting from New Delhi, it doesn't mean I'll be, giving any due credit to Pakistan for playing this role. Նախ եւ առաջ թույլ տվեք շատ հստակ ասել, որ միայն այն պատճառով, որ ես հնդիկ եմ եւ Նյու Դելիից եմ, դա չի նշանակում, որ չեմ ասի հետեւյալը։ Այն, ինչ Պակիստանը փորձում է անել, հիմնականում տարածաշրջանում խաղաղություն բերելն է։ Կարևոր չէ փորձում է դա անել ճիշտ թե սխալ պատճառներով, բայց եթե կարողանա հաջողության հասնել, ապա դա բարիք կլինի։ Լավ կլինի ինձ համար, լավ կլինի ձեզ համար, լավ կլինի բոլորի համար, այդ թվում մասնավորապես իրանցիների եւ տարածաշրջանի այն մարդկանց համար, ովքեր անմիջականորեն տուժում են պատերազմից։ Բայց պետք է հավելեմ, որ այն ինչ հիմա կատարվում է կարճաժամկետ զարգացում չէ։ Պետք է դիտարկել, թե ինչ էր կատարվում անցած տարվա ընթացքում։ If we look at what was happening in the last year. After the war with India, Pakistan's war with India, what Pakistan did was declared the then Chief of Army Staff, Asim Munir, as the as a field marshal, which has already happened only once in their history. Հնդկաստանի հետ պատերազմից հետո Պակիստանը այն ժամանակվա բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրիին շնորհեց ֆելդմարշալի կոչում։ Նման բան Պակիստանի պատմության մեջ տեղի էր ունենում երկրորդ անգամ։ Սա ֆելդմարշալի երկրորդ կոչումն էր նրանց բանակում։ Այնուհետև Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ, եթե հիշում եք, Ասիմ Մունիրը, արդեն ֆելդմարշալ Ասիմ Մունիրը, այցելում է Սպիտակ տուն եւ ճաշում ԱՄՆ նախագահի հետ։
Սա բացարձակապես աննախադեպ էր։ ԱՄՆ-ի պատմության մեջ նման բան երբեք տեղի չէր ունեցել։ Ընդ որում սա ավելի ուշագրավ է դառնում, հաշվի առնելով, որ այդ ժամանակ պատերազմ էր ընթանում Իրանի հետ։ Եվ որքանով մենք գիտենք նախագահ Թրամփի ուշադրության տևողության մասին, չեմ կարծում, որ նա Ասիմ Մունիրի հետ Իրանից բացի այլ բան քննարկեր։ Այսպիսով Պակիստանի միջնորդի դերը սկսվում է այդ ժամանակից։ Եվ ես չեմ կարծում, որ շատ երկրներ կան, որոնք կարող են այս դերը ստանձնել։ Many countries who can play this role. I think Armenia is one of the countries who have good relations with US and Iran. Կարծում եմ Հայաստանը այն երկրներից մեկն է, որը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի եւ Իրանի հետ եւ կարող էր լինել միջնորդի դերում, բայց նույնիսկ Օմանը, Քաթարը չկարողացան։ Իրանը հարվածել է նրանց, այնպես որ նրանք կարող են խաղալ երկրորդական, երրորդական դեր, բայց ոչ գլխավորը։ Եվ այստեղ է, որ Պակիստանը մտավ խաղի մեջ։ Հաշվի առնելով նաեւ, որ Պակիստանը ԱՄՆ-ի համար միջնորդի դեր խաղալու երկար պատմություն ունի։ If you remember in 1971 it was Pakistan that Henry Kissinger visited and saying the excuse of having a stomachache he flew to Beijing. Եթե հիշում եք 1971 թվականին Հենրի Քիսինջերը այցելեց Պակիստան եւ քողարկվելով Ստամոքսի ցավի պատրվակի տակ մեկնեց Պեկին։ Եվ այստեղ է որ սկսվեց ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև հարաբերությունների վերականգնումը։ Այս ամենից բացի Պակիստանն ունի Իրանի հետ սահման զգալի քանակով շիա բնակչությամբ։ Պակիստանը աշխարհի միակ մուսուլմանական երկիրն է, որն ունի միջուկային զենք։ Considering that Pakistan shares a long border with Iran, as it does with Afghanistan, Pakistan has a considerable amount of Shia population. Pakistan is the only Muslim country in the world who has a nuclear. Պակիստանը կարողացավ աշխարհին հղել ուղերձը, թե հաղթել են պատերազմում ու բանակի շտաբի պետին էլ շնորհեցին ֆելդմարշալի կոչում։ Այսպիսով կարծում եմ, որ Ասիմ Մունիրը, մասնավորապես եւ Պակիստանն ընդհանրապես կարողացան ճիշտ ընկալել նախագահ Թրամփի երկրորդ ժամկետի նրբությունները։ Կարողացան ներխուժել Սպիտակ տուն, վարչակազմ։ Շատ հետաքրքիր է նշել, որ Պակիստանը կարողացավ զգալի գումարներ ներդնել World Liberty Financial անունով ամերիկյան կրիպտոընկերությունում։ Եվ այդ ընկերության սեփականատերը ում որդին է։ Սթիվ Վիկտոֆի, որը միջնորդ է եղել Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում։ Եվ ես կարծում եմ Պակիստանը կարողացավ ճիշտ կարդալ այդ տողերը եւ կարծում եմ, որ Ասիմ Մունիրին պետք է արժանին մատուցվի այն ամենի համար, ինչ նա կարողացել է անել։ I think Asim Munir should be given the due credit for what he has been able to manage to get Pakistan on the world forum again. Outcomes of the war ongoing. Այսպիսով պատերազմի հետևանքները Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի միջև շարունակվող պատերազմը ինչպես կարող է փոխել տարածաշրջանը Հայաստանի եւ Հնդկաստանի համար։ For our countries. Well, Armenia and India have a lot to do with what's going on in the region. Հայաստանը եւ Հնդկաստանը մեծ կապ ունեն տարածաշրջանում տեղի ունեցողի հետ։ Հայաստանն ինքնին սահմանակից է Իրանին, եւ դա Իրանի այն եզակի սահմաններից մեկն է, որը դեռևս բաց է։ Հնդկաստանը սահման ուներ Իրանի հետ, երբ դեռ Պակիստանը չէր ձևավորվել, բայց նախքան Իրանին եւ Հայաստանին անցնելը թույլ տվեք սկսել հետեւյալից. այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, ձևավորելու է տարածաշրջանի ապագան առաջիկա տարիների եւ տասնամյակների համար։ Մենք անցնում ենք տարածաշրջանի վերափոխման կարևորագույն փուլով։ Ինչու եմ սա ասում։ 1960-ականների վերջից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ տարածաշրջանից որպես անվտանգության մատակարար, ԱՄՆ-ն ստանձնեց այդ դերը։ Պարսից ծոցի երկրները ընդհանուր առմամբ եւ տարածաշրջանը այն ընկալումն ունեին, որ ԱՄՆ-ն իրենց համար անվտանգության հովանոց է ապահովելու Իրանի կամ որևէ այլ սպառնալիքի դեմ, եւ ըստ էության կայունություն է ապահովելու տարածաշրջանում։ Բայց հարցականները սկսվեցին 2019 թվականից, երբ Իրանը հարձակվեց Սաուդյան Արաբիայի վրա։ Այս անգամ մենք ականատես եղանք, որ Պարսից ծոցի երկրների համար շատ պարզ է։ Provide them the security umbrella against Iran or any other relevant actor and basically provide stability to the region. This was already in question since 2019 when Iran attacked Saudi Arabia. ԱՄՆ-ն նրանց Իրանի հարվածներից պաշտպանելու ոչ մտադրություն, ոչ էլ կարողություն ունի։ Եվ այդ պատճառով հիմա կա մեծ վակուում տարածաշրջանի անվտանգության հիմնական մակարդակի դերի մասով։ Այժմ չկա որևէ երկիր, որը կարող է դա անել ինքնուրույն։ Չինաստանը փորձում է, բայց չեմ կարծում, որ պատրաստ է լինել տարածաշրջանի անվտանգության մատակարարը, ինչպես նաև Թուրքիան կամ որևէ այլ երկիր։ Հաշվի առնելով, թե ինչպիսի դիմադրողականություն է կարողացել ցուցաբերել Իրանը, կարծում եմ, որ այնուամենայնիվ երկարաժամկետ հեռանկարում Իսրայելը կդառնա այս հակամարտությունից հիմնական ռազմավարական հաղթողներից մեկը, քանի որ Պարսից ծոցի տարածաշրջանը անվտանգության կարիք ունի։
Նրանք չեն կարող դա անել ինքնուրույն։ Մարդիկ անընդհատ խոսում են Պարսից ծոցի համագործակցության խորհրդի մասին, բայց դրա ներսում չափազանց շատ տարաձայնություններ կան։ Եվ հիմնական պատճառն այն է, որ երբ երկրները մտածում են անվտանգության մասին, հիմնականում խոսքն այսօրվա մասին է, ոչ թե 10 տարի հետոյի։ Այսօր Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներից որևէ մեկը չի կարող ինքնուրույն ապահովել անվտանգություն։ Իսրայելը միակ երկիրն է, որին նրանք կփնտրեն եւ որտեղ կգնան, իրենց իրանական սպառնալիքից պաշտպանելու համար։ Այսպիսով կարծում եմ, որ առնվազն մոտ ապագայում Իսրայելը կլինի այս պատերազմի հիմնական ռազմավարական հաղթողներից մեկը։ Israel is the only country they will look for and they'll go to shield them from Iranian threat. So I think at least in the near future, Israel will be one of the main strategic victors of this war. What about the possible war? What about Իսրայելի եւ Թուրքիայի միջև պատերազմը հնարավոր եք համարում հաշվի առնելով փոխկապակցված շահերը ընդհանուր գլխավոր դաշնակցին։ See, in geopolitics and especially the geopolitics of the Middle East, I don't think I can call anything impossible. Աշխարհաքաղաքականության եւ հատկապես Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքականության մեջ չեմ կարծում, թե որևէ բան անհնար է։ Բայց Իսրայելի ուսումնասիրությամբ զբաղվող իմ գործընկերներից պարբերաբար լսում եմ հետևյալը. Իսրայելում կա մեծ սպառնալիքի ընկալում։ Նրանք ասում են, Իսրայելը չի ցանկանում, որ տարածաշրջանի որևէ երկիր սպառնալիք լինի Իսրայելի համար։ Եվ այդ պատճառով նրանք ցանկանում են նման երկրներին թույլատրել, որ ոչ ներկայում, ոչ էլ ապագայում չկարողանան զսպել կամ որևէ էական սպառնալիք ներկայացնել Իսրայելի համար։ Կարողացել են զգալիորեն հասնել դրան Եգիպտոսի հետ, չնայած Եգիպտոսը դեռևս ռազմական մեծ ուժ ունի։ Կարող ենք խոսել Սիրիայի, Իրաքի մասին, որոնք մի ժամանակ մեծ տերություններ էին, բայց հիմա ի վիճակի չեն ինքնուրույն որևէ էական սպառնալիք ներկայացնել Իսրայելի համար։ Եվ Իրանը սպառնալիքի պոտենցիալ ունեցող վերջին երկու պետություններից մեկն է։ Նրանք չկարողացան հասնել այն ամենին, ինչ մտադրվել էին, բայց վերջի վերջո գործեցին։ Իրանից հետո Թուրքիան տարածաշրջանում միակ երկիրն է, որը կարող է սպառնալիք լինել Իսրայելի համար։ Եվ Իսրայելի կառավարությունում կան մարդիկ, ովքեր ասում են, որ պետք է սկսեն նայել Թուրքիային այնպես, ինչպես նայում էին Իրանին։ Threat by themselves to Israel, and Iran was the second last. They were not able to achieve what they had in mind, but ultimately that's what they want to do. And after Iran, Turkey is the only country left in the region who can pose that sort of threat to Israel. And there are many people in the Israeli government, also in the cabinet, who say that we should start looking at Turkey the way that we have been looking at Iran. Այսպիսով մոտ ապագայում, եթե Իսրայելի աչքում չեզոքացվի իրանական սպառնալիքը, ես անհնար չեմ համարում, որ Իսրայելն ու Թուրքիան միմյանց նկատմամբ հսկայական սպառնալիքի ընկալման առաջ կանգնեն։ Թուրքիայի դեպքում սակայն հանգամանքները տարբեր կլինեն, քանի որ այն ՆԱՏՕ-ի անդամ է, բայց ես բախումը բոլորովին անհնար չեմ համարում։ So it will be not as like Iran, but I don't see this impossible at all. Will Turkey be able to Կկարողանա Թուրքիան ցուցադրել նույն դիմադրողականությունը, ինչ Իրանը։ That's a very, I mean, that's a great question. See, these are the situations that Turkey and Iran have had in the past. It's very, very different. Iran's in 1979, and especially after 1988, after their war with Iraq, has been in a way preparing for this very day. Շատ լավ հարց է։ Թուրքիան եւ Իրանը ունեն անցյալի տարբեր հետագծեր։ Իրանը 1979 թվականին եւ հատկապես 1988 թվականից Իրաքի հետ պատերազմից հետո որոշ առումով պատրաստվում էր հենց այսօրվան, երբ ԱՄՆ-ն կամ Իսրայելը կհարձակվեն նրանց վրա։ Իրանի դեմ նախ անհավարական պատժամիջոցներ կիրառեցին ռազմական համակարգերի եւ ֆինանսների առումով։ Սակայն Իրանը կարողացավ որոշ առումով ստիպված էր ինքնուրույն դիմադրողականություն զարգացնել եւ կարիք չունի որևէ մեկից կախված լինել։ Այդ շքեղությունն իրեն թույլ տալ չի էլ կարող։ Մյուս կողմից Թուրքիան մեծ ռազմական տերություն է, բայց միայնակ չէ, ունի դաշնակիցներ, մասնավորապես ՆԱՏՕ-ն։ Մյուս կողմից, ինչպես հիշում եք, 2020 թվականին նախագահ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ-ի այն ժամանակվա վարչակազմը չեղարկեց F-35-ի գործարքը Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիան գործարք կնքեց Ռուսաստանի հետ գնելով S-400 համակարգեր։ Այսպիսով, նույնիսկ եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այն չի ցանկանում լիովին կախված լինել ՆԱՏՕ-ից, հաշվի առնելով, որ դա ամենամեծ ռազմական դաշինքն է։ Biggest military coalition.
So in that sense, I think Turkey account what is Մանավանդ հաշվի առնելով, որ այդ դաշինքում եւս հակասություններ կան ու բարդ իրավիճակ է. A very kind of difficult situation in the NATO as well. well, the difficult situation is primarily for the Europeans. Բարդ իրավիճակը առաջին հերթին եվրոպացիների համար է, ոչ այնքան Թուրքիայի, հատկապես եթե տեսնենք, որ Թուրքիան կարողացել է առաջ շարժվել, այսինքն առավելություն ստանալ այս իրավիճակում, եւ Էրդողանը կարողացել է Թրամփի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ նրա կառավարման երկրորդ շրջանում։ Այնքան, որ անցած շաբաթ Թուրքիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփն ասաց, որ չէր մտածի գագաթնաժողովին մասնակցելու մասին, եթե այն չլիներ Անկարայում եւ իր շատ լավ ընկեր Էրդողանի հրավերով։ Թրամփը նաեւ ասել է, որ կրկին կսկսեն աշխատել F-35-ների վաճառքի գործարքի վրա։ Այսպիսով կարծում եմ, որ ՆԱՏՕ-ում կատարվող ցանկացած բանի բացասական հետևանքների կրող կողմը եվրոպացիներն են, ոչ այնքան Թուրքիան։ Again, on the receiving end of the negative consequences, it's the Europeans and not so much Turkey. Israel, Turkey, Իսրայել, Թուրքիա, ում կընտրի Միացյալ Նահանգները։ the US. US has the luxury not to choose anything. ԱՄՆ-ն կարող են թույլ տալ որևէ մեկին չընտրելու շքեղությունը։ Political world, the strong do whatever they can and the weak suffer and endure what they must. Այս աշխարհակաղակական իրավիճակում ուժեղներն անում են այն, ինչ կարող են, իսկ թույլերը տարապում եւ դիմանում են։ ԱՄՆ-ն դեռևս աշխարհի գլխավոր ռազմական եւ տնտեսական տերությունն է եւ այն պարտավոր չէ ընտրել որևէ մեկին, բայց Թուրքիան եւ Իսրայելը երկուսն էլ ԱՄՆ-ի կարիքն ունեն։ Եթե ձեր հարցը վերաբերում է Թուրքիայի եւ Իսրայելի միջև ճգնաժամի ժամանակ ընտրությանը, ապա կարծում եմ ԱՄՆ-ն կընտրի Իսրայելը, քանի որ իսրայելցիների կապերը ոչ միայն ԱՄՆ կառավարությունում, այլև հասարակության մեջ շատ ավելի խորը արմատներ ունեն, այնպես որ դա լինելու է Իսրայելը։ A lot of connections and the deep inroads Israelis have, not just in the US government but also in the society in general, has much deeper roots than Turkey. I mean, in a great way. So that's going to be Israel. Here I should ask also Այստեղ ես պետք է հարցնեմ նաև Պակիստանի վարչապետի այն հայտարարության մասին, թե that Pakistan and Turkey are two hearts of one soul. Պակիստանն ու Թուրքիան մեկ հոգու երկու սրտերն են։ Որն է Թուրքիայի եւ Պակիստանի միջև այս ջերմ հարաբերությունների նպատակը։ A great security vacuum is emerging in West Asia. Who is going to fill that vacuum? Who is going to provide security? Who is going to provide the wherewithal of Արևմտյան Ասիայում անվտանգության մեծ վակուում է առաջանում։ Ով է լրացնելու այդ վակումը, ով է ապահովելու անվտանգությունը, ով է ապահովելու երկրների եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության տնտեսական նախագծերի հաջողության համար անհրաժեշտ միջոցները։ Այդ դերը երկար ժամանակ մեկ երկիր չի կարողանալու ստանձնել։ Ահա թե ինչու է այս երկրներում ոչ միայն Պակիստանում եւ Թուրքիայում, այլև Սաուդյան Արաբիայում եւ Եգիպտոսում ձևավորվում այսպես կոչված սուննիական դաշինքը։ Egypt, President Sisi has also said that we need to institutionalize this group of 4 countries and we need to come together so that the region is stable. Եվ վերջերս Եգիպտոսի նախագահ Սիսին նույնպես ասել է, որ պետք է ինստիտուցիոնալացնել այս 4 երկրների խումբը, պետք է միավորվեն, որպեսզի տարածաշրջանը կայուն լինի։ Այսպիսով այն, ինչ մենք տեսնում ենք, կախված չէ այս երկրների այսօրվա առաջնորդներից։ Այսօրվա հարցը չէ միայն հիմնարար ու կարևոր զարգացում է տարածաշրջանի նոր աշխարհակաղակականության փուլում։ Գալով հենց այդ երկու երկրների պատճառներին, վերջին 5-6 տարիներին ականատես են եղել Հնդկաստանի եւ Հայաստանի միջև հիանալի պաշտպանական հարաբերությունների ի հայտ գալուն։ Apart from this one thing, what is also the reason for these 2 particular countries that you mentioned is that we have seen in the last 5-6 years the emergence of great defense relations between India and Armenia. Թուրքիան Պակիստանի հետ հարաբերություններով առանց Հնդկաստանի հետ ուղղակիորեն բախվելու փորձարկում է հնդկական համակարգերը եւ դիմադրողականությունը, եթե համագործակցում է Պակիստանի հետ Հնդկաստանի դեմ։ Նմանապես, եթե ասենք Հնդկաստանը համագործակցում է Հայաստանի հետ Թուրքիայի դեմ, ապա Հնդկաստանը կարող է ուսումնասիրել Թուրքիայի դիմադրողականությունը եւ պաշտպանական կարողությունները։
որպեսզի կարողանա օգտագործել այն պատերազմի կամ Պակիստանի հետ ցանկացած տեսակի հակամարտության ժամանակ, գիտակցելով, որ Թուրքիան կօգնի Պակիստանին։ Այսպիսով, Թուրքիա-Պակիստան երկկողմ ձևաչափն ունի իր առանձին օրակարգերը, բացի Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հետ սուննիական առանցքը ձևավորելուց։ During a war or any sort of conflict with Pakistan, knowing that Turkey will be helping Pakistan. So this is something which makes this particular relationship much more useful to them, apart from Saudi Arabia and Egypt. Are there concerns in India regarding to Turanic soft Արդյոք Հնդկաստանում մտահոգություններ կան Թուրքիայի կողմից Կենտրոնական Ասիա առայժմ փափուկ ուժով թուրանական ներխուժման վերաբերյալ։ Հաշվի առնելով նաև հայտարարությունները, որոնցում թուրքերը Հայաստանի տարածքով անցնելիք Թրամփի ուղին անվանում են Թուրանի միջանցք եւ ավելի ու ավելի բացահայտ խոսում են թուրքական աշխարհը միավորելու մասին։ After this conflict with Iran and USA, the idea which is emerging in the Indo-Pacific, also in Europe and also in other countries of different regions, is that we need multiple corridors for trade. Իրանի եւ ԱՄՆ-ի հետ այս հակամարտությունից հետո Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, նաեւ Եվրոպայում եւ այլ երկրներում ու տարածաշրջաններում ի հայտ եկող գաղափարն այն է, որ մեզ անհրաժեշտ են բազմաթիվ միջանցքներ առևտրի համար, քանի որ չգիտենք, թե ապագայում որ երթուղին կլինի սպառնալիքի տակ։ Even Europeans gain to benefit from this middle, the middle corridor, of which trip is also a small part. Նույնիսկ եվրոպացիները, անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ ունեն Թուրքիայի կամ Հարավային Կովկասի երկրների հետ, շահում են միջին միջանցքից։ Ինչ վերաբերում է Հնդկաստանին, Հնդկաստանը նույնպես ցանկանում է ունենալ բազմաթիվ առևտրային երթուղիներ եւ կարող է որոշ իմաստով նաեւ օգտվել միջին միջանցքից։ Take this personally that Turkey is, trying to strengthen its posture within the region. Հնդկաստանն իր դեմ ուղղված քայլ չի ընկալում այն փաստը, որ Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքերը Կենտրոնական Ասիայում։ Գիտենք, որ անցյալ դարում Թուրքիան փորձել է կենտրոնանալ հիմնականում եվրոպական ուղղությամբ, բայց երբ Էրդողանը եւ Թուրքիայի մյուսները հասկացան եւ գիտակցեցին, որ Եվրամիությունը նրանց չի ընդունելու, Dispensation in Turkey understood and realized that it's not going to become the part of the European Union. It's not going to be, welcomed in Europe as other so-called Christian countries are. Then what Erdogan tried to do is to again start looking where Turkey has been, has had the bigger role to play in the entire history, which is West Asia. Էրդողանը փորձեց նայել, թե որտեղ է եղել Թուրքիան, այսինքն ավելի մեծ դեր խաղացել ամբողջ պատմության մեջ, այսինքն Արևմտյան Ասիայում, այսինքն Կովկասում, նաև Կենտրոնական Ասիայում։ Եվ հաշվի առնելով նրանց նմանությունը, նրանց ինքնությունը, Թուրքիան նաև ունի այս արդեն հասանելի գործիքը, որը կարող է օգտագործել։ After the Soviet disintegration, the Central Asians had sort of an identity vacuum. Խորհրդային միության փլուզումից հետո Կենտրոնական Ասիայի բնակիչները որոշակի ինքնության վակուում ունեին։ Գիտեք, ավելի վաղ պատմության ընթացքում նրանք ունեցել են բազմաթիվ ինքնություններ, ներառյալ պարսկական, բայց Խորհրդային միության շրջանում ստիպված էին չնույնականացնել իրենց ոչ որպես մուսուլմաններ, ոչ իրենց էթնիկ պատկանելիությունը, ոչ էլ լեզուն։ Փլուզումից հետո առաջացավ վակուում, եւ կային երկրներ, օրինակ Ղազախստանը։ Ես կներառեի նաեւ Ադրբեջանը, որտեղ Թուրքիան աշխատեց շատ տարիներ, տասնամյակներ շարունակ եւ փորձեց ձևավորել ընկալում, որ նրանց հիմնական ինքնությունը պետք է լինի թուրքականը։ Turkey worked for many years, decades, and tried to sort of paint this picture that the main identity of this region should be of, that we are Turks and we are brothers. And that's why this emerging group of organization of Եվ այդ պատճառով էլ թուրքական պետությունների այս ի հայտ եկող խումբը ժամանակի ընթացքում դառնում է արդիական։ Հնդկաստանը չի փորձում կանգնեցնել Թուրքիայի գործողությունները։ Հնդկաստանը ձևավորում եւ տարածում է իր սեփական փափուկ ուժը։ What it's trying to do, what India needs to do is build its own soft power, build its own trade routes, build its own economic strength. Կառուցում է իր սեփական առևտրային ուղիները, կառուցում է իր սեփական տնտեսական ուժը, որպեսզի Կենտրոնական Ասիայի պետությունները տեսնեն եւ հավատան, որ իրենք կարող են օգտվել եւ շահել Հնդկաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալով։ Այնպես որ Թուրքիայի քայլերը չեն ընկալվում որպես Հնդկաստանի դեմ։ Հնդկաստանը չպետք է ուղղակիորեն մարտահրավեր նետի Թուրքիային, բայց Հնդկաստանը պետք է առաջ մղի սեփական տնտեսական դիմադրողականությունը եւ փափուկ ուժը։
Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Thank you so much, Jenny. Good to be here. Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալ ենք ուշադրության համար։